Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում, եթե ունենայիք տրանսպորտային միջոց կօգտվեիք։ Ոչ մի դեպքում չի կարելի, դու քո թշնամուն հարստացնում ես։ Հայերը մետաքսի ճանապարհ են բացել, Չինաստան տես հազարավոր կիլոմետրեր տարել են, թե ինչ են, բայց իր թշնամու վրա չի ծախել իր ապրանքը։ Բայց հիմա ինչ, հետո ինչ, հետո էժան բենզին առա, այդ փողը նրա ջեբը լցրեց, նանենց ձենք ստեղծեց, վաղը իմ երեխուն, իմ թոռին, իմ ծոռին, գալով է տուն առնի, տեղ առնի, նստի, ասի իմնա։ Շատ սխալ բան է։ Թուրքը ոսկի կլնի, տել ասեմ տղաչեն։ Թուրքը ոսկի կլնի, կրպանը չկծես, ոտքդ կքրքրի, թունավորի կնի կկորի։ Թուրքը մնամ թուրք։ Ես չեմ առնում, մաշնա ունեմ, բայց չեմ առնում, գազով եմ ես քշում։ Ես ոչ մի բան ադրբեջանական, даже ես որ նայում եմ թուրքերը ման են գալ, ինձ համար աբիդնի է։ Ինձ համար աբիդնի է։ Իմ պապիկս ու տատիկս մամայիս կողմի մազապուրծ եղած են եղել։ Արևմտյան Հայաստանից տատս եղել է 9 տարեկան, պապս եղել է 13 տարեկան, որ գաղթել են։ Միջև պապս մահանալը ոտերը այսենց էր, 40 օր սարերով 6 ամիս եկել են, միշտ մերս լացում էր, ասում էր իմ պապան, մյուզիկ կոշիկ չհակավ կարգին, ինչ օրենք հաշե, իրանք եկել են, ասում ցեղասպանությունը պիտի պարզվի, ինչ էլ խոսես։ Ադրբեջանցիները նախ թուրքեր են, և ես իմ հայրը և մայրը ողորմի իրենց հոգիներին և ծեր անցանց մազաբուրգ փախել են այդ ջարդից։ Ինձ համար թուրքը եթե խնձոր լինի, մեզ մեր բապերը ասել են, քո ջեբը, քո գրբանը մի դի։ Դեգուս խնձոր լինի։ Ոչ մի դեպքում, դա ոնց են ասում սոված ծառ ամանաս, բայց իրանցից բան չառնես։ Քո երեխեքին կոտոր է դա, բան, ու պայմաններ ամիջ դնում, ասենք թե տարածքներ ուզում, են կոպիտ ասած, եթե հանկարծ այս բանը չանես, այս կոտորը չտաս, պատերազմելու եմ, այս մեկը չտաս, սենց եմ անելու։ Ու ինքը դիմացը խոսող չկա, ոչ մի ձևի չի խոսում, մենակ իրանց ասածները բավարարում է։ Հայկական ոչ մի բան չկա, հայկական շատ պնդող չկա։ Ոչ կուզեի, ոչ, կարող եմ յորել լցնի, նախ նրանք մուխանաթ ազգեն, ես իմ կյանքը վախենալով չեմ լցնի, ուրիշին չգիտեմ, որտեղ ինքը մուխանաթ է, ինքը թշնամի, ես էտա մի թշնամուն ասեմ բարև, ինքը բարև տալուց մի բան կա մեջը, որ բարև է տալի, 100%-ով, ինքը ժպիտով բարև կտա ու կյանքդ կխլի, իրանք ժպիտով են բարևում ու կյանքդ խլում են, չէ, ես Թուրքիա չեմ նստի կանգնի, ու չեմ էլ ուզիս, թե թուրքերը լցվեն, որտեղ թուրքից լավ բան չեմ տենում, վաղը մի օր մի հատ իրանք չեն էլ խորճակ են փորդ գնացին, վարի թուրքետ ինչ նստեմ կանգնեմ թուրքետ, չէ։ Բենզինը որ մտնում է Հայաստան, նա շահում է միայն ներկրողը, ես ձեզ ասեմ, ներկրողն է շահում, եթե իրանց մարդկանցից է հաստատ, ինքն է շահում, ճիշտ ասած ես որպես քաղաքացի, ես դեմ չեմ հարևանների հետ բարիդրացական հարաբերություններում, բայց կա բարիդրացական հարաբերություններ ոչ թե ասենք վասալի և ստրուկի կարգավիճակով, այլ հավասարը հավասարի հետ, ես այդքան բան կասեի, ուրեմն թող խելքի գան, ոչ թե գնա կռանա Ալիևի և Էրդողանի ոտերը լիզի, այդ դրա փոխարեն տղամարդակություն ունենա, հրաժարական տա, մի հատ կարգին ղեկավար գա հայրենիքին ու մեր հայերին նվիրված, որը ներկայացնում է, իրոք ներկայացնում է մեր Հայաստանը և ամբողջ աշխարհում և միջազգային հարթակներում։